Շնորհակալ։ Արամ Վարդևանյան։ Պարոն Գևորգյան, շնորհակալ եմ մեր գործընկերոջը ներկայացնելու համար։ Կարծում եմ կարևոր է ընդգծել, որ ինչպես նախորդիվ, այնպես էլ այս դեպքում էլ Ուժեղ Հայաստան խմբակցության կողմից յուրաքանչյուր հնարավորության կամ պաշտոնի առաջադրման տեսանկյունից միշտ էլ կան մի շարք թեկնածուներ, որոնց թեկնածությունը կարող ենք առաջադրել եւ որոնք կարող են պատասխանատվությունը ստանձնել եւ նաեւ իրենց գործողություններով միմիայն արդյունավետությունը ապահովեն։ Այստեղ նաեւ պարզապես ուզում եմ հնարավորությունը օգտագործել արձագանքելու միջոցով, երբ Տիկին Ղազարյանի կողմից հարցադրում է հնչեցվում, թե արդյոք կա որևէ քրեական վարույթ կամ ոչ, ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ իսկապես անմեղության կանխավարկածը որպես այդպիսին տապալվում է կամ դադարում է իրավական համակարգում գործողություն ունենալ։ Անմեղության կանխավարկածի էությունը նաև նրանում է, որ անձը համարվում է բացառապես անմեղ, մինչև հակառակի վերաբերյալ տվյալ չկա։ Հետևաբար, եթե օրինակ հարցադրումը ձևակերպեինք իրավական կամ սահմանադրաիրավական կամ կոնվենցիոնալ կամ օրինակ պարոն Հարությունյանի հարցը երբ քննարկվում էր եվրոինտեգրմանը մշակույթին բնորոշ ձևով, պետք է հարցադրումը օրինակ ես այսպես ձեզ կուղեմ։ Պարոն Գևորգյան, Տիկին Յոլյանի վերաբերյալ մեղադրական բնույթի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա թե ոչ։ Խնդրում եմ ասել այո կամ ոչ։ Պարոն Վարդևանյան, դուք ավելի ճիշտ եք ներկայացնում իրավական ձևակերպումները։ Ինչ վերաբերվում է մեր թեկնածուներին, անցած անգամ էլ եմ ես նշել, որ մեր թեկնածուներից շատերը իրենց գիտելիքներով, փորձով պիտի լինեն հանձնաժողովներում եւ փորձեն առավելագույնս արդյունավետ լինեն հենց այդ հանձնաժողովներում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Ես էլ եմ շնորհակալ պարոն Գևորգյան, պարզապես կարելի է նաև ընդգծել, որ բոլոր այն թեկնածուները, որոնք քննարկվել են, բոլոր մեր գործընկերները, որոնք ներկա են, որևէ մեկի վերաբերյալ նույնիսկ դրանց քաղաքական հետապնդում հանդիսանալու ակնհայտ բաղադրիչի պայմաններում ընթացքի տեսանկյունից է, բայց օրինական ուժի մեջ մտած մեղադրական բնույթի դատավճիռ, այսինքն սահմանադրության անմեղության կանխավարկածը հաղթահարող որևէ տվյալ չկա, այդ թվում Տիկին Յոլյանի դեպքում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Արփինե Դավոյան։